Եթե առավոտյան ժամանակը քիչ է, բայց պետք է արագ և համեղ նախաճաշ պատրաստել, այս թավախաչապուրին հենց այն է, ինչ պետք է։ Բաղադրիչները խառնելու համար ձեզանից կպահանջվի մոտ 1 րոպե, իսկ թխելու համար մոտ 15 րոպե, ի դեպ ձեռքերը չենք այլուրոտում։ Պարզ բաղադրիչներ, ընդամենը 1 ձու և 1 բաժակ մածուն, մի քանի րոպե և ստանում ենք փափուկ, բուրավետ և հագեցնող խաչապուրի, առանց խմոր հունցելու և ջեռոց միացնելու։ Այս խաչապուրին հիանալի տարբերակ է նախաճաշի համար։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Միացնում ենք բաղադրիչները, 1 ձվի վրա ավելացնում ենք 1 բաժակ մածուն, 1 քառորդ գդալ աղ, կես թեյի գդալ շաքարավազ և 1 ոչ լիքը թեյի գդալ սոդա։ Սիրելիներս, եթե ձեր ձեռքի տակ եղած պանիրը շատ աղի է, կարող եք խմորի մեջ աղ չավելացնել, քանի որ պանիրը ևս պետք է ավելացնենք խմորի մեջ։ Մի լավ խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա, ավելացնում ենք 1 բաժակ ալյուր և 1 ճաշի գդալ ծեթ։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, որպեսզի մեր պատրաստած խաչապուրին ստացվի բարձր և ծակոտկեն։ Սոդայի փոխարեն կարելի է վերցնել 1 լիք թեյի գդալ փխրեցուցիչ և ավելացնել ալյուրի հետ միասին։ Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի պանիր, ես վերցրել եմ 200 գրամ լոռի պանիր։ Վերջում ավելացնում ենք պանիրը և մի լավ խառնում ենք, պետք է ստանանք նման խտություն ունեցող զանգված, որը շատ հեշտ է տարածվում թավայի վրա։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Խմորը պատրաստ է, մնում է միայն թխել։ Այս բաղադրատոմսով կարող եք թխել կամ 2 փոքր, կամ 1 մեծ խաչապուրի։ Տապակի վրա մի քանի կաթիլ բուսայուղ ենք տարածում, լցնում ենք խմորը և թխում ենք ցածր կրակի վրա, յուրաքանչյուր կողմից 5-ից 6 րոպե։ Ինչպես տեսնում եք, խաչապուրու շատ մատչելի, հեշտ պատրաստվող տարբերակ է, որը կարելի է անվանել նաև ծույլ խաչապուրի։ Պարտադիր թավան ծածկում ենք, մի կողմից կարմրելուց հետո շրջում ենք, թխում ենք նաև մյուս կողմից։ Առանց շրջելու հենց այսպես դնում ենք մեկ այլ ափսեի վրա, այնուհետև շրջում ենք տապակի մեջ, շատ հեշտ է։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով խաչապուրի պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Բույրը և տեսքը արտակարգ է, վերջում վրան մի փոքր կարագ ենք տարածում և մատուցում ենք տաք վիճակում։ Նրբահամ, շատ փափուկ խաչապուրի է ստացվել, որքան արագ պատրաստվում է, նույնքան արագ էլ վերջանում է, այդ պատճառով պատրաստեք միանգամից կրկնակի չափաբաժնով։ Բոլորին բարի ախորժակ, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։